Եվ որդվո և հոգվույն սրբո ամեն։ Սիրելիներ, այսօր մեր սուրբ եկեղեցու լուսավոր, պայծառ, հրաշափառ, հոգենորոգ տոներից Սուրբ Հոգու Գալստյան, հոգեգալստյան տոնն է, և բոլորս մեր միտքը, մեր հոգին, մեր ամբողջ քրիստոնեական հավատքը մտասևեռում ենք Սուրբ Հոգու Գալստյան մեծագույն խորհրդի կենտրոնանալու, Սուրբ Հոգու Գալստյան տոնի իմաստը հասկանալու, ըմբռնելու, աղոթելու, Սուրբ Հոգու շնորհները հայցելու, լուսավոր շնորհները հայցելու ամենքիս հոգենորոգ և կյանքի քրիստոնեական հավատքի ամրության համար։ Կարդում ենք Գործք առաքելոց Սուրբ գրքի այն հատվածից Նոր Կտակարանի, որտեղ Պենտեկոստեի օրերը լրանալուց հետո բոլորը միասիրտ և միատեղ էին, և հանկարծ երկնքից սաստիկ հողմի նման մի ձայն հնչեց ու լցրեց ամբողջ տեղը, որտեղ նրանք, այսինքն առաքյալները հավաքված էին, և նրանց երևացին բազմաթիվ ուրեմն լեզուներ, տրվեց բազմաթիվ լեզուներ, որոնք նստեցին նրանց յուրաքանչյուրի ամեն մեկի վրա, և ամեն մեկը սկսեցին խոսել տարբեր լեզուներով, և այս ամենը, երբ որ տեսնում էին շուրջի մարդիկ, ովքեր որ ներկա էին, տեսնում էին, որ առաքյալները, որ հրեաներ են, խոսում են տարբեր լեզուներով, օրինակ Պողոս առաքյալը, Պետրոս առաքյալը խոսեց լատիներենով, Փիլիպոսը խոսեց արաբերենով, Թադեոս և Բարթողիմեոսը խոսեցին հայերենով, որտեղ որ նրանք, երբ որ տեսնում էին, ականատես եղան այս հրաշքին, զարմանալի հրաշքին, ինչ ասեցին, ասեցին այս մարդիկ հարբած են, տարօրինակ բան նկատեցին, ինչպես կարող են անուս, տգետ այդպես անուս առաքյալները, պես գիտելիք չունեցող մարդիկ ձկնորսներ էին, և նրանք խոսում էին տարբեր լեզուներով, Աստծո հրաշքը տեղի ունեցավ, որով ի հայտ եկավ Աստծո Սուրբ Հոգու էջքը առաքյալների վրա։ Հիմա այն առաքյալները, ովքեր փախան Տիրոջից, երբ որ մեր Տերը ձերբակալվեց, երբ մեր Տերը բանտ նետվեց, երբ մեր Տերը չարչարվեց, խաչվեց, մի հոգի չմնաց իր կողքը, բոլորը լքեցին և փախան, 12 առաքյալներ, նույնիսկ Պետրոսը 3 անգամ ուրացավ, առաքյալներից մեկը մատնիչ եղավ մեր Տիրոջը, և ինչպես ասեցի, բոլոր առաքյալները լքեցին Տիրոջը և փախան, բայց այնուհետև, երբ որ Քրիստոսի հարությունը տեղի ունեցավ, երբ նրանք ականատես եղան Քրիստոսի հարությանը, և այսօր հարությունից 50 օր հետո Պենտեկոստե օտար լեզվով, որ նշանակում է պենտա, օտար լեզվով նշանակում է 5, այսինքն 50, 50-րդ օրը ինչպես խոստացել էր Հիսուս, ուղարկելու էր իր Սուրբ Հոգին, խնդրելու էր Հորից, Սուրբ Հոգին, որ իջնի առաքյալների վրա, շնորհազարդի նրանց, զորություն տա, տարբեր լեզուներով խոսելու ուժ տա, որ սրանք գնան և ամբողջ աշխարհում քարոզեն, լուսավորեն, Տիրոջ ճանապարհը ցույց տան բոլոր աշխարհի մարդկանց։ Եվ այդուհանդերձ այս ամենը տեղի ունեցավ Եսայու մարգարեի 11 և 1 գլուխ և համարների մեջ, երբ որ հենց Սուրբ Հոգին Եսայու մարգարեի շուրթերով և բերանով արձանագրում է Սուրբ գրքում ասելով. Հեսեի արմատից գավազան պիտի ընձյուղվի,
ծաղիկ պիտի բուսնի այդ արմատից, և նրա վրա պիտի իջնի Աստծո Սուրբ Հոգին, իմաստության, հանճարի, խոնարհության հոգին, խորհրդի և զորության հոգին, գիտության և աստվածպաշտության հոգին, Աստծո երկյուղի հոգին պիտի լցնի այն։ Այս հատվածի մեջ մենք տեսնում ենք, որ Աստված հենց Սուրբ Հոգին արտահայտում է իրեն 7 շնորհների արտահայտությամբ. իմաստության, հանճարի, խորհրդի, զորության, գիտության, աստվածպաշտության և երկյուղի։ Հիմա իմաստությունը Աստված տալիս է ոչ թե այս աշխարհի ըմբռնումներին, մտածելակերպին իմաստության նման, այլ հոգևոր իմաստության մասին է խոսքը, որը շատ ավելի բարձր, գնահատելի և արժեքավոր է հոգևոր իմաստով, որը տրվում է մարդուն իմաստնանալու Աստծով։ Ինչ է նշանակում իմաստնանալ Աստծով։ Մենք աշխարհի մտածելակերպով իմաստությունը գրեթե հասկանում ենք կամ քիչ ենք հասկանում, բայց հոգևոր իմաստությամբ, որը Աստծո շնորհներից առաջինն է, իմաստնանալ Աստծով, այսինքն թե Աստված ունենալ իմաստության մեջ, Աստծո մեջ գտնել հոգևոր իմաստություն և դրանով լցնել քո ներաշխարհը։ Հանճար, հաջորդ շնորհը, որը մեր Տերը տալիս է այն մարդկանց, ովքեր ունեն խոնարհ հոգի, երանի խոնարհներին։ Այստեղ մի բան ասեմ, Սատանան շատ զորավոր է, չարը բազում նետեր, բազում զենքերով է պայքարում և շատ գեղեցիկ է չարը, շատ իմաստուն է, ամեն բան կարելի է վերագրել ուրեմն չարին, որի միջոցով պայքարում է ամեն մարդու հետ։ Ուրեմն մի բան կա, որ չարը չի կարողանում հաղթահարել, տեսնել, ձեռքերը վեր է բարձնում և հանձնվում է, գիտեք որն է, խոնարհություն։ Երբ որ մարդը իրապես խոնարհ է, իրապես քրիստոնեական խոնարհությանն է տիրապետում, որը հոգևոր գանձ է, այդտեղ հանձնվում է սատանան։ Ուրեմն, հոգևոր խորհուրդներից երրորդը կոչվում է խորհուրդ, որի միջոցով մենք ընկալում ենք Աստծո խորհուրդները, որովհետև Աստված իրեն հայտնում է մեզ իր խորհուրդների միջոցով, մենք գիտենք, որ հայ եկեղեցին և քրիստոնեական ճշմարիտ եկեղեցիները նրանք ունեն 7 խորհուրդներ, և այս խորհրդի միջոցով է մեզ հայտնվում Տիրոջ խոսքը, ամրանում մեր մեջ, և մենք ամրանում այս խորհրդի մեջ։ Այնուհետև զորության շնորհ, զորությունը մեր պատկերացրած զորության մասին աղերսներ չունի, այս զորությունը Աստծո զորությունն է, որ տրված էր իր մարդկանց, այն մարդկանց, ովքեր հավատն ունեին ամուր Տիրոջ զորության նկատմամբ, որ Տերն է առաջնորդում, Տերն է պահպանում, Տերն է զորացնում և Տիրոջով զորանում ենք ամենքս։ Ամեն ժամ, ամեն օր, ամեն վայրկյան և շաբաթվա բոլոր օրերին նշանակում է քրիստոնյան պիտի լինի աստվածպաշտության մեջ։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ Աստծուն պաշտելը ոչ միայն պատարագին գալ, շատ կարևոր է պատարագին գալ, մասնակցել, հաղորդվել, մեղքերի թողություն, ուրեմն ձեռք բերել, բայց հատկապես աստվածպաշտություն նշանակում է, թե քո ամեն րոպեն լցնես Տիրոջով։ Շատ հետաքրքիր բան է սա, երբ որ դու Աստծո ներկայությամբ ես լցնում ինքդ քեզ, հարստանում ես դրանով և փոխանցում ես սա,
փոխանցում ես քո երեխային, քո ամուսնուն, քո կնոջը, քո դիմացինին, այսինքն թե աստվածպաշտության մեջ լինել նշանակում է Տերը ունենալ հատկապես քո սրտում եւ որը պիտի արտահայտվի։ Աստծո շնորհներից մեծագույններից նաև երկյուղն է։ Երկյուղ վախ։ Աստված վախը մերժում է, բայց երկյուղը խրախուսում, որովհետև Սուրբ գրքի մեջ գրված է. Տիրոջ իմաստության սկիզբը Տիրոջ նկատմամբ երկյուղն է։ Եթե ուզում ես այն վերևի շնորհը, որ իմաստություն ասվեց ձեռք բերել, Աստծո երկյուղն է։ Լավ, ինչ է նշանակում Աստծո նկատմամբ երկյուղ։ Ես եթե մի վատ բան եմ գործում, մեղքի մեջ եմ, պիտի երկյուղն ունենամ, որ մի օր պատժվելու եմ սրա համար։ Իմ այս կամ այն մեղքի չապաշխարելու, չթողություն տալու, չմաքրվելու պատճառով երկյուղ ունենալ Տիրոջից, թե մի օր հասնելու է պատիժս։ Ահա այս առումով նաև երկրորդ Գալստյան խորհուրդը կա, որ երկրորդ անգամ Աստված գալու է եւ դատելու է, եւ դատաստանի ենք ենթարկվելու ամեն մեկս։ Սիրելի քրիստոնյաներ, հիշում եք Բաբելոնյան աշտարակաշինության ժամանակ մի մեծ աշտարակ կառուցեցին մարդիկ, որտեղ որ նպատակը հետևյալն էր։ Իմիջիայլոց այսօր էլ համաշխարհային աշտարակաշինություն է կառուցվում չարի համախմբվամբ, այն ժամանակ Բաբելոնյան աշտարակաշինություն, որ ամեն ժամանակում եղել է։ Հասնել Աստծուն եւ Աստծուն գլորել իր գահից եւ իրենք հայտնվել Աստծո, ուրեմն ճակերտների մեջ իհարկե, Աստծո տեղը նստեն եւ ղեկավարեն աշխարհը։ Ուրեմն Բաբելոնյան աշտարակաշինության ժամանակ Աստված մերժության պատճառով Աստված բարկացավ եւ այս ժողովրդին տվեց տարբեր լեզուներ, 72 լեզուներ տվեց եւ իրենք իրար չէին հասկանում Բաբելոնյան աշտարակաշինության ժամանակ եւ տեղի ունեցավ պառակտում, որովհետեւ չարը ինքը ոչ թե համախմբում է, չարը ինքը չի համախմբում, չի միավորում, չարի վերջը միշտ տրոհումն է, բաժանումն է, քայքայումն է եւ վերացումն է։ Տեսեք Բաբելոնյան աշտարակաշինության ժամանակ այդ գաղափարի հետևանքով մարդիկ պատժվեցին Աստծուց, այսօր եւս կառուցվում է կամ կառուցվել է կամ ընթացքի մեջ է կամ արդեն վերջացել է Բաբելոնյան աշտարակաշինությունը, որ եւս պատժվելու է։ Հիմա ինչու եմ սա նշում։ Բաբելոնյան աշտարակաշինության ժամանակ Աստված պատժեց մարդկանց, տրոհեց, այսինքն չարի ենթարկվելով մարդիկ չարին, տրոհվեցին, բաժանվեցին, պառակտվեցին եւ բաժանվեցին լեզուների, 72 լեզուների։ Հոգեգալստյան կապը, հոգեգալստյան ժամանակ Աստված եւս տվեց լեզուների շնորհ 12 առաքյալներին։ Սուրբ Հոգին բխում է Հորից, Հայր Աստծուց է բխում Սուրբ Հոգին, բայց նաև Սուրբ Հոգին ստանում է Որդուց, Հորից բխում է, առաջանում է, ծնվում է, բայց վերցնելով Որդուց Սուրբ Հոգին, շնորհները ինչ է անում, բաշխում է իրեններին, յուրայիններին, քրիստոնյաներին, ճշմարիտ հավատացյալներին եւ ամբողջ շնորհաբաշխությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ որ մարդը ապրում է հոգեգալուստ։ Մարդը ապրում է հոգեգալուստ երբ որ մկրտվում է, երբ որ մեռոնվում է, երբ որ հանուն Հոր եւ Որդվո եւ Ոգուին Սրբո մաքրվում է ադամական մեղքից, նախածնողների մեղքից եւ որդեգրության շնորհին է արժանանում եւ դառնում է Աստծո ճշմարիտ զավակ եւ որդի։ Այսինքն այսօր հոգեգալուստը գալու է մեզ նոր ձևով, երբ որ եկեղեցիներ կառուցվեց, դուք տեսել եք եկեղեցու հիմնարկեքի կարգը։ Տեսել եք, սիրելի հավատացյալներ, եթե չեք տեսել,
Կարծում եմ YouTube-ով կարող եք բացել, նայել, անգամ հիմնարկեքից, հիմքը դնելուց եկեղեցիները Քրիստոսի եկեղեցու ֆիզիկական եկեղեցու մասն է խոսքը։ Ամբողջ աղոթքներ, ամբողջ շարականներ, ամբողջ, չգիտեմ, հայրաբանական բոլոր, ուրեմն հիմքից օրհնվում է եկեղեցին մինչև խաչը, մինչև վերին խաչը, որտեղ հենց Սուրբ Հոգին գալիս եւ բնակվում է հենց Աստծո տաճարի մեջ, որովհետեւ Սուրբ Հոգու տաճար ենք նաեւ ոչ միայն եկեղեցիները, այլ նաեւ մենք, մեր մարմինները, Սուրբ Հոգու բնակարան է մեր մարմինները, դրա համար է, որ մեր Տերը միշտ մատնացույց է անում, որ մաքուր պահեք ձեր մարմինը։ Պողոս առաքյալը իր նամակներից մեկի մեջ ասում է. թեև կան բազմաթիվ շնորհներ, բայց նույն Հոգին է այն պարգևողը։ Մեկին տրված է Սուրբ Հոգուց իմաստության խոսք, մյուսին գիտության շնորհ, մյուսին մեծ հավատք, մյուսին բժշկություն կատարելու շնորհ եւ մյուսին հզոր գործեր կատարելու շնորհ եւ կարողություն, մարգարեության շնորհ, մյուսներին Հոգին զորացնում է հենց շնորհով եւ շատ մարդկանց տալիս է շնորհ։ Երբ որ մենք մեր բառապաշարում հայոց լեզվում մի բառ կա, անշնորհք, երբ որ մարդը ինչ որ մի վատ արարք է կատարում, ասում ենք անշնորհքություն արեց, շնորհազուրկ արարք կատարեց, այսինքն թե անշնորհքություն արեց, շնորհը չարտահայտվեց, այսինքն ամեն դրական բան, երբ որ մենք կատարում ենք, բարեգործություն, նվիրատվություն, մեկին ձեռք մեկնել, մեկին մի խորհուրդ տալ, մեկի կողքը ուղղակի լինել, կանգնել մեկի կողքը, սքավորի կողքը օրինակի համար, սա դրական բան է հենց Աստծո համար եւ մեզ համար, որովհետեւ դրանով, այսինքն Աստծո պատվիրանները պահելու միջոցով մենք ոչ թե դառնում ենք անշնորհք, այլ շնորհալի։ Մենք ունենք շնորհալի հայրապետ, ներսես շնորհալի, Սուրբ հայրապետ, եւ նրան կոչել էին շնորհալի, որովհետեւ իր ամբողջ կյանքը շնորհներով էր զարդարված իր գործերով։ Հետևաբար, սիրելի հավատացյալներ, Աստծո շնորհը, հավատի շնորհը թող ամրացնի բոլորիս, թող հզորացնի իր երկյուղով, թող խոնարհություն պարգևի ամենքիս։ Սուրբ Հոգին զորավոր է այն մարդու համար, տեսեք, շատ կարևոր մի բանի մասն եմ ասում։ Հիմա եթե սերմը, լավ սերմը թող է, պարարտացվում է հավատքով, ջրվում է հավատքով, շնորհներով, զարդարվում է, այս շնորհը իր բարի լուսավոր առաքինի եւ պետքական ուրեմն ներգործությունն է ունենում եւ մեզ համար եւ մեր դիմացինի համար։ Ուստի այս շնորհները, երբ որ գալիս է մեզ, երբ որ տրվում է մեզ, իմիջիալոց Սուրբ գրքի մեջ մի կարևոր բան էլ ասեմ, երբեմն Սուրբ Հոգին տրվում էր ինչ որ մեկին մի առաքելություն կատարելու համար, հետո վերցրվում էր։ X մարդուն կամ Y մարդուն տրվում էր Աստծո շնորհը, այսինքն կարևոր պատմական բանը իրագործելու համար եւ Աստված նրանից նորից վերցնում էր այս շնորհը եւ նաեւ Աստված տալիս է շնորհներ այն մարդկանց, որոնք դրա գիտակցությունը ունեն։ Հիմա եթե մարդը ներքուստ, արտաքուստ, առհասարակ ինքը հաղորդակից չէ Տիրոջ հետ, բայց այսպես ճակերտների մեջ ինքը քրիստոնյա է, մկրտվել է, որտեղ տարիներ առաջ շնորհակիր չի կարող հանդիսանալ։ Հիմա եթե մեկը շատ մեծ շնորհներ ունի, օրինակ, տարբեր, զանազան տիպի շնորհներ ունի, բայց ինքը, տեսեք ինչ եմ ասում, կապը Տիրոջ հետ, կապը Աստված գիտության հետ, կապը Սուրբ գրքի հետ, կապը պատարագի հետ, կապը հաղորդության հետ չունի, այս մարդը չի կարող հանդիսանալ ճշմարիտ շնորհ ունեցող, որովհետև ճշմարիտ շնորհը տալիս եւ արտահայտվում է այն մարդուն, որը գիտակցում է, որ նա Աստծուց ստացավ սա։ Գուցե մենք
լավ արեստավոր ենք, լավ բժիշկ ենք, լավ չգիտեմ, մասնագիտություններ, շնորհներ ունենք, բայց դա պահելու համար, բայց դա փայլացնելու համար, օգտակար լինելու համար երախտապարտ պիտի լինենք երկնքին։ Ասուն, որովհետև ամեն բան այս կյանքում, եթե լավ բան է, տալիս է Աստված։ Տիրոջ սերը, խաղաղությունը, Տիրոջ շնորհները անպակաս լինի ձեզանից այժմ եւ միշտ հավիտյանս հավիտենից ամեն։ Եվ տուր մեզ համարձակած այն բարբարով